Ողջույն սիրելի բարեկամներ, այսօր միասին պատրաստելու ենք բեզե։ Բեզեի համար մեզ հարկավոր է 2 ձվի սպիտակուց, ձուն 2/3 համարի է, 110 գրամ շաքարավազ, յուրաքանչյուրից 1 պտղունց կիտրոնի աղ և վանիլին, և բեզեն ձևավորելու համար տոպրակներ և գլխիկներ։ Ջեռոցը նախապես միացնել 90-ից 100 աստիճանի տակ։ Մինչ բեզեն պատրաստելը նշեմ, որ տարան պետք է լինի չոր և յուղազերծ։ Աղը ավելացնում ենք ձվի սպիտակուցին և սկսում ենք հարել։ Հարում ենք այնքան, մինչև լավ փրփրի։ Եթե փրփուրը այս տեսքն ունի, աստիճանաբար սկսում ենք ավելացնել շաքարավազը։ Շաքարավազը ավելացնելուց հետո այնքան պետք է հարել, որպեսզի շաքարավազից հետք չմնա։ Ընթացքում ավելացնում ենք կիտրոնի աղը և վանիլինը։ Հարգելիներս, բեզեն պատրաստ է։ Այս բեզեն կարող եք օգտագործել և որպես առանձին դեսերտ և թխված տարբերակով։ Վերցնում ենք տապակը և թռնում ենք յուղաթուղթ։ Նախապես պատրաստում ենք տոպրակը։ Եվ բեզեն սկսում ենք տեղափոխել տոպրակի մեջ։ Եվ սկսում ենք ձևավորել բեզեները։ Թխում ենք 90-ից 100 աստիճանի տակ առանց կոնվեկցիայի, 1 ժամից ոչ պակաս։ Հարգելիներս, մեր բեզեները պատրաստ են։ Ես բեզեն թխել եմ 1 ժամ 15 րոպե։ Հուսով եմ օգտակար եղած ձեզ։ Սիրով, Կայա Սվիթ։